Վարդենիսում սառնարանային տնտեսության բացում է նոր գերժամանակակից տեխնոլոգիայով հագեցած մթերման կայանը պատրաստ է մեծաքանակ բերք ընդունել։ Ռիսկային այս գոտում ներդրում կատարած Գագիկ Ծառուկյանին դիմավորում են Հայաստանի տարբեր մարզերի հաջողակ գյուղատնտեսները, ինչպես նաև Արման Սանոսյանը, որին Գագիկ Ծառուկյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հրավիրել էր Վարդենիս։ Ուրբաթ օրը գնալու եմ, եթե որից հայ ես դու։ Գնալու ենք տես ինչ են կարել, ինչ ներդրում են կարել, որ անհնարին ոչինչ չկա։ Նայել ես արդեն դե նոր ես եկել։ Ոնց է տպավորությունը։ Շատ լավ է։ Հնարավոր է չէ՞ ամեն ինչ անել։ Միայն պետք է ցանկություն ու մնացածը սեղլավ կրի։ Շրջայցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ծանոթանում է եվրոպական հոսքագծի աշխատանքին, գյուղմթերքը մինչև սպառողի սեղանին կհայտնվի երկար գործընթացի միջով է անցնում, ընդունումից հետո տեսակավորվում ու փաթեթավորվում է։ Ստրոյովի բունկերնա, լիայով է թումա, դեզտումա, կալիբրով կայանում, մտնում է լվացարան, երնում է պալիրով կայանում ու հետում է զտման կայանում։ Ոչ թե մենակ Հայաստանում չկար այս բանը, դաժե հարևան պետություններում էլ չկա, ոչ Ռուսաստանում, առաջին կազմակերպության այսօրվա սերունդն է։ Մեր երկիրը տարածաշրջանում առաջինն է, որտեղ նման բարձր չափանիշներով հոսքագիծ է շահագործվում, իսկ սառնարանում արտադրանքը պահպանում է համային բոլոր հատկանիշները, որակը ու տեսքը։ Հիմա գազարը քանսով է վաճառում Օրինակ 4 օր են շուկա մտել, մենք ներկրում ենք Իրանից եւ Ռուսաստանից, 250 դրամ է բիրիքի գինը, մանր վաճառքին, մենք այսօր 170-ով մեր տեղականը, զարկ պետք է մեր տեղականը։ Համար առաջինալ է։ Մրցակցություն չկա որակի, համի հարցով։ Չէ, չկա։ Դե մի նախապատրաստենք այս բանը, որ դրանից հետո մեր երկին ապահովենք, մեր շուկային։ Ինքնապահ, այո։ Դրանից հետո արտանենք։ Միանշան։ Դրանից հետո կլումնիկա, սող, բրոկոլի, պիկինսկայա կապուստա, դա ամեն ինչ որ առաջարկվի, եթե դա արդյունավետ է, պահանջարկա, առաջինը մենք անենք եւ օրինակ ծառայենք, դոմյուրնեսներն էլ կրկնակի շարունակեն։ Գագիկ Ծառուկյանը խոսելով գնորդի հարմարավետության մասին առաջարկում է փոփոխել փաթեթավորման չափաբաժինները։ Մաբուզանի բնակությունը երկրորդ գվարտերը մնացող մարդը 25 կիլո չի արնականի 2 կիլո 5 կիլո զարկեք 2 կիլո 5 կիլո լվացած քաղաքում կտանի Մենք ձեզ հասկացանք, մենք ուրեմն առաջարկ անենք սուպերմարկետների ցանցերին, այո մեր ապրանքը կալիբրով տարած լվացած 2 կիլո 5 կիլո մենք հնարավորություն ունենք 1 կիլոից մինչև 25 կիլո փաթեթավորել։ Ինչ անում եք 1 կիլո 3 կիլո 5 կիլո Անձամբ այց եմ կատարել Գերմանիա, Հոլանդիա, գնացել եմ, տնտեսությունները տեսել եմ, տեխնոլոգիաներին ծանոթացել ենք ու այսօր փառքասում ունենք ինչը որ մենք պատկերացնում ենք։ Այսօր մեր սերնդի բարենային անվտանգության հարց են լուծում։ Կենտրոնացված համակարգով լինելու ու ինքը մեզ տալու հնարավորություն ավելի էներգախնայող լինի սառնատնտեսությունը ու պլյուս ինքը կարողանալու է շատ ավելի լավ որակով պահպանի բերքը ինչ որ մերսը պահպանելու են։ Այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունը Մուլտիագրովեյը որոշել է կրճատել, որպեսզի Վարդենիսի հողի մշակների գործը չտուժի, իսկ էլիտար սերմնացուները ֆերմերները շուկայականից մատչելի արժեքով իրացնելու հնարավորություն կունենան։ Այս հսկայական տարածքն էլ մթերման կայան կդառնա։ Այս տարի կարտոշկեն գանենք արանքից, ժողովուրդը սա կարտոշկա են ցանում, մենք միտքը Կարևորը մենք գյուղացում պետք է չնեղացնենք։ Ինչ որ իրանք անում են թող անեն, պակաս կա մենք կանենք, բայց մենք թույլ չենք տա ուրիշտեղից ներկայ։ Միանշանակ։ Մենք կանենք։ Մենք եկում ենք առաջ, իրանք մեր հետևից գալիս են։ Ուրեմն կարտոշկան թողում եք գյուղացիներին, դուք գազար եւ բազուկ։ 2022 թվականին հիմնված Մուլտիագրովեյ ընկերությունը տարեց տարի ընդլայնվում է ու զարգացնում տեխնոլոգիաները։ Սահմանամերձ բնակավայրում է աճում, մշակվում ու վերամշակվում գյուղմթերքը։ Որակյալ բերք ստանալու համար հողը ոռոգվում է կաթիլային համակարգով։ Պարարտացվում է վերջին սերնդի տեխնոլոգիայով, հիմնականում գազար, ճակնդեղ ու կարտոֆիլ են մշակում։ Այս սորտերը ոչ թե գլուխ են գովում, այլ
շատ դժվարությամբ ենք գնել ներկայ Հայաստանում ու տարածում ենք Դրա մեր համար թեման մենք պետք է ունենք գյուղնախարարություն, Այո։ որ գյուղնախարարությունը զբաղվի գյուղացիներին անտեր չթողի հողեր անմշակ չմնան, որ գյուղացին կարողանա արդյունավետ մշակելուց արդյունք ստանա, իր տունը բարեկեցիկ պայի։ Վարդենիսի այս արտադրանքը անհամեմատ մատչելի է ու որակյալ։ Լայնածավալ ծրագրերում ներգրավված է նաև արտերկրից հրավիրված բարձր որակավորում ունեցող մասնագետ մեր հայրենակից Համլետ Հովսեփյանը, նա իր գիտելիքներն ու փորձը եկել է ներդնելու հայրենիքում։ Գյուղատնտեսական ոլորտը ուզում ենք զարգացնենք։ Մեր ցանկություն ունենք, ամենակարևորը որ մեր ցանկությունների մեջքին կայնազապարոն Ծառուկյանը ինչ առաջարկով դիմում ենք, ինքը մեզ աջակցում է լավ ուժեղ խոշոր ներդրումներ անում, ուզում ենք ընդլայնենք մոտ մի 500 հեկտար ստեղ, որ կարողանանք որպես մեր երկիրը լինի ինքնաբավ լինի, ոչ գազարի, ոչ բազուկի, դրսից որ ներմուծում չլինի։ Անցած տարի են ինձ առաջին անգամ Հայաստան հրավիրել որպես խորհրդատու։ Այս տարի էլ ամեն ինչ կանենք, որ ավելի լավ արտադրանք ստանանք։ Կփորձենք նաև սոխ աճեցնել։ Օգտագործում ենք այն տեխնոլոգիաները, որոնք հատուկ են այս կլիմային։ Սառնարանային տնտեսության հզորությանը ծանոթանալու համար այստեղ են հեռու ու մոտ բնակավայրերի հաջողակ ֆերմերները, գյուղատնտեսությամբ հետաքրքրված անձինք, եկել են ծանոթանան նոր արարությանն ու փորձի փոխանակում անեն։ Տարածաշրջանը սահմանամերձ է, պարոն Ծառուկյանը այս կառույցով, այս տիպի աշխատանքներով կանխում է արտագաղթը, բնակիչները տեսնելով որ բնամթերքը որակյալ կարտոֆիլ ձեռք բերելով իրենց իսկ արտադրանք ավելի շատ է լինում, ինչ չէ նաև մենք լսել ենք, որ եթե գյուղացին ցանկանա կարող է մթերել գյուղացուց բերքը ընդཐུպ նման կարգի հայտարարություններ են եղել։ Սառնարանային տնտեսություններով կարելի է բերքը պահել եւ վաճառել նորմալ ժամանակին, առանց որևէ խնդիր ունենալու։ Տեսնում ենք լուրջ ներդրում պարոն Ծառուկյանի կողմից շրջանի զարգացման աշխատատեղի բացման լուրջ գործունեություն, որը իմ կարծիքով նորից կլինի շարունակական։ Իրոք տպավորությունները շատ մեծ էին, ես չէի պատկերացնում, որ այսպիսի ներդրումներ են կատարվում պարոն Ծառուկյանի կողմից, բոլոր համայնքներում ինձ թվում է հնարավորություն կստեղծվի, որ նման արտադրամասեր կառուցվեն, մեր գյուղացիները չպետք է արհամարված ապրեն։ Նման ներդրումներից հետո մեր գյուղացիներն կարելի ասել շունչ կքաշեն։ Այցը ավարտվում է հայկական բերք ու բարիքով սեղանի շուրջ, մաղթում են, որ տարին բեդի լինի։ Գագիկ Ծառուկյանը ամփոփելով տպավորություններն ասում է, ամուր կանգնած է հողի մշակի կողքին, երկիրը պահողը, ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է։ Տպավորությունը շատ բարձր է, ոչ թե ուզում եմ գովեստի խոսքեր ասել, մա հիացած եմ տեսնելով, կազմակերպելով, ստեղծելով, որ իմ երկու գործընկերները, որոնց ես հավատալով ներդրում եմ կատարել, մի բան էլ ավել կատարել է։ Սա պետք է լինի ընդհանուր հանրապետությունով մեկ։ Մենք ունենք 480,000 հեկտար հող, մշակում ենք 140-150-ը, այլ եղածը պետք է մշակենք։ Գյուղատնտեսությունը մեր երկրի անվտանգության համար, սահման պահելու եւ ժողովրդին կերակրելու խնդիրն է։ Ոչ թե սոր գները պետք է բարձրանա, պետք է համատեղ կարգով մրցակցություն լինի, որ ժողովուրդն էլ ընտրելու բան ունենա։ Սառնարաններ դրեք, հող մշակեք, կազմակերպեք։ Այսօր աշխարհում եք պահանջար Ղարաբաղյան երկիրը, որը կան 2000 տոննա պտուղ բանջարեղեն ընդունում։ Մենք կարող ենք կողքնենք, ստեղծենք մինչև հոկտեմբեր ընդունենք, հոկտեմբերից մինչև մայիս-հունիս արտահանենք, որ կրկնակի երակի փող կաշխատեն։ Այսօր ցանկացած մարդ գումարը դնում այնտեղ, որ շահույթ ստանա, ոչ թե վարկ վերցնի, գումար դնի ու մինուս գնա։ Այնքան հիացած եմ, որ իր այդ քննարկելով իրենց գյուղատնտեսությունը գյուղացիների նեղություն չտալով, որ գյուղացիները սովորեն կարտոշկայի, որ իրենք դա հետ կանգնեն, այլ մտածեն բրոկլի, վազու, կաղամ, գազար, ձեր ցավը տանեմ, հալալա ձեզ ապրեք։ Մարդը պետք է միշտ իր կողքինի մասին մտածի։ Մենք այսօր այն մարդն ենք, ամեն ինչ ունենք, բայց ուզում ենք լավ բան անենք։ Անենք, որ ժողովուրդն էլ գնահատի, այդ ժողովուրդն էլ կարողանա ապրի, որ գյուղից չթողի գնա։ Գյուղը քանդվում է, պետք է քայլեր կատարվի, գյուղատնտեսության նախարարություն լինի, որ մարդիկ կարողանան իրենց տունը բարեկեցիկ պահեն, իմանալով գյուղում մնալով, գոնե կարողան օգտվեն, շահույթ ստանան, գյուղ պահողը, սահման պահողը գյուղացին առաջնային։ Ոնց որ մարդը ընտանիք ունի 8-10 անդամ, չի կարա մեկին լավ նայի, մեկին վատ նայի։ Նույնն էլ պետությունն է, պետք է լիարժեք նայի իր ոլորտներին, հավասարաչափ բաժանում կատարի։
հնարավորություն տա, որ կարողանան ապրեն երջանիկ լինեն։ Մարդը եթե իր գլուխը չի կախում իր կնոջ առաջ, իր թոռի առաջ, նա երջանիկ ապրա, աշխատող ժողովուրդ է։ Շատ հաճելի է, շնորհակալություն, ստեցություն, ձեզ հավատամ, մինչև նոր հանդիպում։ Երբ հրավիրեք գալու եմ, ասեմ, իմացեք։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։